Բարև ձեզ, ես Թեհմինե Ենոքյանն եմ եւ Կանանց հարթակ ոդկասթին այսօր հյուրընկալել եմ ռեժիսոր, մեդիա մասնագետ Սեդա Գրիգորյանին։ Ողջույն Սեդա, ինչպե՞ս ես։ Ողջույն Թեհմինե ջան, լավ եմ, շնորհակալ եմ։ Այսօր ուզում եմ խոսենք անկեղծ եւ պատմենք մեր անցած ուղու մասին, ուզում եմ նաեւ հիշեցնել, որ այս ոդկասթի շրջանակներում հիմնականում ակտիվ կանանց գործունեության վրա ենք սևեռվում եւ իրենց գործունեությունն ենք վերհանում մարզերում եւ Երևանում։ Եվ առաջին հարցը, որ կուզենամ ուղղել քեզ, նախ քեզ ճանաչում եմ 12 թվականից Մաշտոցի պուրակի շարժումից, հանրային տարածքների համար պայքարը տարիների մեծ փորձ է կուտակել եւ քո համար եւ իմ համար։ Կուզենայի կիսվեիր, թե մենք հանրային տարածքների պաշտպանության առումով ինչ դինամիկա ունենք, արդյոք մենք կարողանում ենք պաշտպանել մեր հանրային տարածքները, թե հնարավորինս գնալով տարածքը նեղանում է եւ ավելի շատ բետոնապատ տարածքներ ունենք, քան հանրային տարածքներ։ Շնորհակալ եմ հարցի համար, այո, կարծում եմ Մաշտոցի պուրակը երևի այդ առաջին մեծ իրադարձությունն էր, որտեղ մենք ինքներս որպես երիտասարդներ, երիտասարդ քաղաքացիներ մեզ համար բացահայտեցինք այդ պայքարի տիրույթը։ Դրանից առաջ կարծում եմ մի քանի ավելի բնապահպանական հարցեր են եղել, հա, Թեղուտը, թռչկանը հենց անմիջապես, եթե չեմ սխալվում, նախորդեց ավելի առաջ էր։ Հա, նախորդեց Մաշտոցի պուրակին եւ Մաշտոցի պուրակը այսպես նաեւ այդ բնապահպանական հոսանքի ներքո բերեց հանրային տարածքի նաև պաշտպանության կոնցեպտը։ Կարծում եմ այդտեղ մենք նոր սկսեցինք գիտակցել, հա, որ մենք ունենք իրավունքներ մեր քաղաքի, մեր շրջապատի, մեր համայնքի վերաբերյալ եւ կարող ենք այն պաշտպանել, որովհետեւ մենք որպես քաղաքացի վճարում ենք հարկեր եւ մեզ հետ պետք է հաշվի նստեն որոշումներ կայացնելիս տվյալ համայնքի տարածքի օգտագործման հետ կապված։ Ուզում եմ ընդգծել պարզապես պարզ բանալ բաներ են, բայց հաճախ հաշվի չի առնվել, հաշվի առնելով 1990-ականների, վաղ 2000-ականների գործընթացները, որտեղ եթե նայենք անգամ տեսագրությունները կան, ինչպես էին մարդկանց իրենց սեփական տարածքից, հա, դուրս հանում ԴՀԿ աշխատակիցներով, ոստիկաններով, խոսքը Հյուսեին Պողոտայի կառուցման շրջանի մասին է եւ մի բան է, որ մարդիկ իրենց անգամ սեփական տարածքը չէին կարողանում պաշտպանել, այլ բան է, որ նաեւ հասկանալ, որ հանրային տարածքի հանդեպ դու եւս իրավունքներ ունես եւ կարող ես դրանք պաշտպանել։ Ու կարծում եմ դա շատ կարեւոր, այսպես մտածողության զարթոնք էր, քաղաքացիական մտածողության եւ այդ առումով էր շատ նշանակալի Մաշտոցի պուրակը, որը ձևավորեց այդ մտածողությունը եւ այդ պաշտպանական նաեւ շարժումը պայքարի հանրային տարածքների հետ կապված։ Ցավոք պետք է ասեմ, որ չեմ կարծում, թե շատ առաջընթաց ունենք այս առումով, որովհետև այդ պայքարի թե սեփական, թե հանրային տարածքների եւ որ ինձ համար նաեւ շատ կարեւոր է հենց մշակութային ժառանգության պաշտպանությունը այս կոնտեքստում հաճախ իհարկե ամեն ժառանգություն չէ, որ գրանցված է մեր պատմական եւ մշակութային ժառանգության այդ ցանկերում եւ պաշտպանված է պետության կողմից որպես այդպիսին, բայց մենք պետք է գիտակցենք, որ մեր միջավայրն է ձևավորում մեզ որպես անհատ, որպես քաղաքացի, մեր ինքնությունը ձևավորվում է մեր միջավայրով նաեւ եւ դրա շարունակական հիշողությունը պահպանելը եւ պաշտպանելը մեծ դեր ունի թե նրանում թե մենք ինչ հիշողություն եւ ինչ ինքնություն ենք կրում եւ ապա ժառանգում ավելի երիտասարդ ծերունդներին եւ այս առումով է գոնե ինձ համար շատ կարեւոր այդ պայքարը հանրային տարածքի միջավայրի եւ մշակութային ժառանգության այս առումով իհարկե 2018-ից հետո միգուցե մի քիչ շատ նաիվ էինք, միգուցե այսպես շատ ոգևորված էինք, որ արդեն որոշ նաև մեր պայքարի ընկերներ են համապատասխան պաշտոնները զբաղեցնում եւ պետք է որ այլևս չառնչվենք նման խնդիրների, սակայն ինձ համար առաջին ահազանգը եղավ օրինակ Ֆիրդուսի թաղամասի հետ կապված այս կառուցապատման 33-րդ թաղամաս, որ հիմա կոչվում է, այս կառուցապատման ծրագիրը գլխավոր ահազանգներից մեկը այն էր, որ մենք շատ արագ հասկացանք, որ պաշտոնյաները փոխվեցին, բայց սեղանին դրված նախագիծը եւ առաջարկը նույնն էր, չնչին փոփոխություններով եւ մեր տեղեկություններով նախկինում առաջարկված այդ նախագիծը պատշաճ մրցույթ չէր անցել եւ բավականին հարցեր էր առաջացնում, թե ինչպես է այդ նախագիծը առհասարակ դրվել քաղաքաշինական որոշումների սեղանին,
Եվ ես շատ լավ հիշում եմ, որ այդ շրջանում դա 2019 թվականն էր, հա, մենք բոլորս այսպես առույգ 18 թվականի ուժերով եւ ոգևորությամբ այս քաղաքացիական խումբը ձևավորվեց, որը որ միակ տրամադրվածությունն այն էր, որ մենք ձեռք մեկնենք պաշտոններ զբաղեցնող մեր ընկերներին եւ կարողանանք այս նախկին կոռուպցիոն սխեմաները միասին հաղթահարել։ Եվ կարճ ժամանակ անց հասկացանք, որ ոչ բոլորն են տրամադրված միասին անցնել այդպիսի ուղի։ Ինչու՞։ Դա դժվարանում եմ ասել, իհարկե յուրաքանչյուրը ինքը իր դիրքից իր ձեռնարկած քայլերը միայն կարող է մեկնաբանել, ես չեմ կարող մեկնաբանել մյուսների քայլերն ու դիրքորոշումները, բայց պետք է ասեմ, որ դա երևի այդպես առաջին մեծ հիասթափությունն էր, տեսնելու, որ այն կոռուպցիոն սխեմաները կամ անձերը, կազմակերպությունները, որոնք ներգրաված են եղել նախկինում, իրենց դիրքերը պահպանում էին, իրենք շարունակում էին գործողանց մնալ եւ իհարկե սկզբնական շրջանում բավականին այսպես երկխոսություն կար, հա, նույն նոր նշանակված պաշտոնյաների հետ, քաղաքապետարանի եւ այլն, բայց աստիճանաբար հասկացանք, որ ավելի քննադատական եւ ավելի էլի վերադառնալով պայքարի դիրքերին պետք է փորձենք պաշտպանել համայնքը, մեր հանրային տարածքը եւ դրա հանդեպ մեր իրավունքները։ Անդրադառնանք Ֆիզգարադոկի պայքարին, որտեղ բնակիչները պահանջում էին իրենց կանաչ տարածք, իրենց հանրային տարածքը եւ չէին ուզում, որպեսզի այնտեղ կառուցվի մի մեծ շինություն եւ այս ամբողջ պայքարի մեջ անձամբ դու կոնկրետ թիրախավորվել ես դատական գործերով, ընդհանուր այդ ընկերության կողմից, Ռադկոյի կողմից հենց քեզ են դիտարկել որպես պայքարի սիմվոլ կամ չգիտեմ ինչի, հենց քո նկատմամբ են դատական գործեր հարուցել։ Ինչով էր պայմանավորված այս մոտեցումը եւ ինչ փուլեր անցաք Ֆիզգարադոկի պաշտպանության ընթացքում։ Ֆիզիկայի գիտավանի հետ կապված նույն այդ շղթայի շարունակությունը ցավոք դարձավ, այստեղ ուրեմն հանրային տարածքի սեփականաշնորհման ապօրինի յուրացման ուրեմն գործընթացի հետ գործ ունենք, խոսքը դեռ վաղ 2000-ականների մասին է, որը հետագայում վերավաճառվել են հայտնի մեխանիզմներով, որպեսզի հետքը կորսվի, թե ով է յուրացրել եւ ինչ գներով, մի խոսքով դրանք հայտնի մեխանիզմներ են եւ սխեմաներ եւ արդեն կրկին 2019-20 թվականներին բնակիչները տեղեկացան, որ մի հատվածում ֆիզիկայի գիտավանի նոր բարձրահարկի շինարարություն է նախատեսվում եւ հնաբնակ բնակիչները տեղեկություններ ունեին, որ այդ հողատարածքը ինքը 60 հոդվածի տարածք է, որը նշանակում է, որ հանրային տարածք է եղել եւ հենց համայնքին պատկանող։ Ցավոք սրտի մինչ օրս հնարավոր չեղավ քաղաքապետարանից ձեռք բերել այդ փաստաթուղթը, որը վկայում է, որ 60 հոդվածի հողատարածք էր այդ հողատարածքը։ Ինչու ինչպես վերացավ այդ փաստաթուղթը, որի մասին դեռ 2000-ականների ինչ որ դատական գործընթացներում վկայություն եղել է փաստաթղթի մասին, երբ եւ ինչպես վերացավ այդ փաստաթուղթը ոչ մեկ չիմացավ, բայց հասկանալի է, որ մենք օրինական հիմք ունեինք մեր համայնքի եւ հանրային տարածքի պաշտպանության պայքարի եւ պետք է ասեմ, որ մեր քաղաքացիները, բնակիչները արդեն բավականին մի շարք փուլեր անցել էին պայքարի, երբ որ ես միացա եւ բնավ որևէ կերպ ինչ չեմ վերագրում այդ պայքարը, այնտեղ հանրային լսումներ էին եղել, որոնց ես չէի մասնակցել, բավականին կոնսոլիդացիա էր եղել եւ իհարկե ինչ որ պահի հասկացանք, որ էլի վերադառնում ենք հին ու բարի ֆիզիկական ակտիվությանը, հա, այսինքն պետք է հենց փողոցում լինել կամ ցույց անել քաղաքապետարանի մոտ շատ երկար այնտեղ խոսակցություններ էին լինում, այդ ժամանակ դեռ Հայկ Մարությանն էր քաղաքապետը եւ ավականին բարձրացնում էր այս հարցը, քննարկումներ էին լինում եւ ի վերջո որևէ հանգուցալուծում չստացավ։ Անկամ այդ չեղավ, չէ՞, կարծեմ։ Ոչ, այո, շատ կառուցողական կերպով էլի բնակիչները հրավիրում էին թե քաղաքապետին, թե մյուս պաշտոնյաներին, եկեք, հանդիպենք, զրուցենք, դուք տեղում ծանոթացեք։ Նու պետք է մի փոքր նկարագրեմ, թե որն է իրական խնդիրը, հա։ Ֆիզիկայի գիտավանը ինքը Երևանի ամենաճշգրիտ եւ մտածված կերպով կառուցված թաղամասերից է, որը ունի այսպես հին սովետական ավանդույթներով։ Ինքը ունի իր մշակույթի կենտրոնը, որը արդեն վաղուց ծառայում է որպես կենտրոն հեռուստաընկերություն, բայց այնուամենայնիվ, հա, իր նախնական գաղափարով
բնակելի թաղամասը, որը ունի սպորտային բաղադրիչ, ունի մշակութային բաղադրիչ, գիտական բաղադրիչ եւ ինքն իրենով այնքան օրինակելի է, որ պետք է պարզապես վերցնել որպես օրինակելի քաղաքաշինական, այսպես մոդել ներկայացնել համայնքի զարգացման համար, հետագա զարգացման, մյուս թաղամասերի համար։ Փոխարենը արվեց հակառակը եւ նպատակ դրվեց նաեւ խոչընդոտել այս կուր քաղաքաշինական ուրեմն մասի բաղադրիչի հետագա զարգացման։ Ինքը շատ կանաչ թաղամաս է, այնտեղ կա նախկին մանկապարտեզի տարածք, որտեղ ես եմ հաճախել վերջին սերունդը լինելով այդ մանկապարտեզի մինչ օրս փակ է, մինչ օրս դատախազության եւ քրեական գործերի վարույթների առարկա է դրա նաև սեփականաշնորհումը եւ փոխանակ պետությունը գնար այս բոլոր այս ամբողջ թնջուկը բացելու, բացահայտելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ճանապարհով ցավոք գնաց ինչ որ բիզնես, նկրտումներ պաշտպանելու եւ դրանց հետամուտ լինելու ճանապարհով եւ այստեղ մեկ այլ բաղադրիչ կա նաև որ իր այսպես պատմական արժեքի համար մեր թաղամասը ճանաչվեց նաև մշակութային հուշարձան հետևաբար հանդիսացավ արդեն առարկա պետական պաշտպանության համար եւ ցավոք սրտի այնտեղ մի բեկում եղավ, որ մենք իմացանք, թե նախատեսվող կառուցապատման համար նախատեսված հողատարածքը հանկարծ դուրս հանվեց հուշարձան թաղամասի քարտեզից եւ թույլատրվեց այնտեղ շինարարություն կատարել։ Սա շատ խնդրահարույց որոշում է, շատ ցավում եմ, որ այդպիսի որոշում է եղել, որովհետև կրկին եթե վերադառնանք մշակութային ուրեմն ժառանգության պաշտպանության կոնտեքստին, սա շատ վատ եւ վտանգավոր նախադեպ է, գուցե նաեւ ավելի հին, ավելի արժեքավոր ինչ որտեղ, հուշարձանների պարագայում, ես իսկապես չէի ուզի, որ նման նախադեպ եղած լիներ մեզ մոտ, ցավոք եղավ եւ եղավ մեր պայքարը, դատական գործերը, որոշների թիրախում, այո, ես այնտեղ քրեական վարույթ կար, որը որ բարեբախտաբար չհասավ դատարան եւ կարճվեց մինչեւ դա զրպարտությունների գործեր եւ ակնհայտ է որ ինչ որ այսպես իրավական, ֆինանսական մաշվածության հասցնելու նպատակ կա այս ամեն ինչի հետևում, ես լինելով մի քիչ ավելի լայն լսարանով քաղաքացի, ով ակտիվ հանրային գործունեությամբ է զբաղվել, հավանաբար այդ պատճառով հայտնվեցի ավելի թիրախում եւ վաստակեցի այս դատական գործերը։ Հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատավարություններ, այսինքն սլապ անգլերենով, այդպես են կոչվում այդ կարգի դատերը, եւ քո դեմ 3 գործ կա։ Ինչ են պահանջում եւ ֆինանսապես որքան գումար են քեզնից պահանջում, ինչ փուլի մեջ են այս գործերը եւ ինչին են միտված, որպեսզի դու լրես, վախենաս եւ չգործես, արդյոք դա գործում է քո պարագայում։ Կարծում եմ չափազանցրած չենք լինի, որ ասենք, որ բնականաբար միտումը հենց լրացնելն է, պետք է ասեմ, անգամ այդ քրեական վարույթը, որը բավականին անհիմներ, դա անգամ հնարավորություն էր տվել մեր տանը խուզարկություն իրականացնել եւ շատ տհաճ տեսարաններ, երբ պարզապես տակնու վրա արեցին ամբողջ բնակարանը այդ խուզարկության ընթացքում, բնականաբար կարելի է պատկերացնել, թե ինչքան ճնշող եւ տհաճ կարող է լինել այդ process-ը եւ դրան ներկա լինելը։ Եվ նմանապես նաև այս զրպարտությունների վարույթները բնականաբար որոշակի ֆինանսական պահանջ են ներկայացնում եւ այդ դատավարությունները եւ ինձ համար սա առաջին անգամ էր, երբ ես հայտնվում եմ այսպես դատավարությունների թիրախում, սկզբում մի քիչ անհանգստացնող էր, ճնշող էր, բայց պետք է ասեմ, համայնքը այս պարագայում նույնպես համախմբված է, ես միայնակ չեմ, թե պաշտպանության գործում, թե նիստերին ներկա գտնվելու պարագայում համայնքը միշտ ինձ հետ է։ Եվ այդ առումով ես ինձ ոչ մենակ եմ զգում, ոչ այսպես ճնշված կամ թիրախավորված որպես այդպիսին, եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ վստահ եմ, որ ոչ բոլոր ակտիվ քաղաքացիներ ունեն այդպիսի աջակցություն, ինչպես որ մեր պարագայում է։ Այդպես ինչ-որ շատ վտանգավոր գործեր չեն, գործերից մեկը ես շահել եմ, հետո մի կետով նորից քննության է ներկայացվել, այսինքն հասկանալի է, որ սա ժամանակ ձգելու քաղաքացուն հավելյալ այսպես զբաղվածության, ծանրաբեռնվածության տակ պահելու նպատակ է հետապնդում։ Մի քիչ անհավանական էր թվում, որ կառուցապատող կազմակերպությունը այսքան ջանք կդնի մի քաղաքացու այսքան ուրեմն շարունակական
ճնշումների ենթարկելու, այսպես ասենք, եւ չգիտեմ, գուցե կարող ենք ենթադրել, որ սա իրենց նպատակը չի, այլ կան այլ մարդիկ, ովքեր նման նպատակ են հետապնդում, որպեսզի ես որպես քաղաքացի ավելի լայն հարցերով լռեմ, գուցե, բայց իհարկե նման նպատակի որևէ առումով, այդ նպատակի առումով որևէ հաջողություն չկա։ Բնականաբար ես որպես քաղաքացի շարունակում եմ պաշտպանել եւ հավատարիմ մնալ այն արժեքներին եւ այն ուրեմն հավատամքին, որ ես ունեցել եմ մինչև այս ամենը, բնականաբար թե մշակութային ժառանգության հետ կապված, թե հանրային տարածքների պաշտպանության, առասարակ քաղաքացիների իրավունքի հետ կապված, ես գործունեություն ծավալում եմ շատ տարբեր ուրեմն ձևերով, շատ ավելի ինստիտուցիոնալ ձևով եւ հասկանալի է, որ ինչ որ գործընթացներ են, որոնք որ դաս են նաև հանդիսանում, շատ ավելի շրջահայաց ես դառնում, ավելի զգուշավոր ես դառնում խնդիրները բարձրաձայնելիս, բայց իհարկե չես դադարում դա անել։ Սեդա կուզենամ խոսենք նաև այն մասին, որ այլևս չկան այդպիսի խոշոր շարժումներ, որոնք օրինակ կարող էին փողոցները լցնել եւ տեկտոնական փոփոխություններ բերել Հայաստանին կամ արժեքային նոր փոփոխություններ բերել, թերևս դրանց պատճառները գուցե դու ինքդ վերլուծես որտեղ են, գուցե ստրեսի շատ բարձր մակարդակ ունենք, շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան օրինակ ինչ որ մի ծառի պաշտպանությունը կամ որոնք են պատճառները, որ մենք հիմա չունենք օրինակ 10-ից 11-ից մինչև 18 թվականի շարժումների նման այդպիսի շարժումներ։ Նախ կարծում եմ 11-ից 18 թվականների շարժումները իրենք երկար հասունացել էին եւ 18-ից հետո մենք դեռ այդքան ժամանակ գուցե չի անցել եւ այն ժամանակը, որը անցել է այնքան ծանրաբեռնված է եղել շատ ավելի ահռելի, այսպես մասշտաբային աղետներով եւ խնդիրներով, որ այո, քաղաքացիական դիրքից իրականացվող պայքարի մենք այդքան ցավոք ականատես չենք լինում։ Պետք է ասեմ, որ միշտ մտածել եմ, որ 18 թվականին այս հեղափոխությունը, որ եղավ, կամ շարժումը, որ եղավ, որը ես միշտ մտածել եմ եւ շարունակում եմ մտածել, որ անկեղծ ժողովրդական պորտկում էր, անկախ քաղաքական ուժերից ներգրավված, դա իսկապես հասունացած պահ էր ժողովրդի բողոքի եւ այն իր ամենագեղեցիկ ձևով հիմնականում դրսևորվեց, որովհետեւ հիմնական տոնայնությունը շատ դրական էր եւ սոլիդար էր, դա շատ վնասեց եւ խնդրահարույց դարձավ հենց քաղաքացիական դաշտի համար, որովհետեւ շատերը արդեն դարձան պետական պաշտոնյաներ եւ քաղաքացիական մեր դաշտը պայքարի, հանրայինս խոսքի դաշտը բավականին նեղացավ, թուլացավ, մենք կարծեցինք գուցե դրա կարիքը չկա եւ կար ժամանակ անց հասկացանք, որ չէ, իսկապես պետք է էլի զգոն լինել, էլի պետք է ակտիվ քաղաքացի լինել եւ շարունակել թե լրագրողները իրենց գործունեությունը, հետաքննական պետք է շատ ավելի լուրջ կերպով շարունակեն, թե մենք որպես քաղաքացիներ տարբեր մեր գործունեության տարբեր ոլորտներում եւ այսպես տատանումը իհարկե իր ազդեցություն ունեցավ եւ բնականաբար հետո թե պատերազմը, թե Արցախի կորուստը եւ մեր արցախցի հայրենակիցների գալու բոլոր այս տրավմաները, ամբողջ այս ստրեսը այնքան մեծ, այնքան անհամեմատելի է իր մասշտաբներով եւ չափերով, որ ես իրականում լիովին հասկանում եմ հանրության սպառվածությունը, ես հասկանում եմ քաղաքացիների սպառվածությունը, անգամ ագրեսիան, որը հիմա կարծում եմ բավականին մարել է, բայց մի շրջան շատ ավելի այսպես խտացած եւ ծայրահեղ ագրեսիա կար, որ ամեն հնարավոր կերպով դրսևորվում է եւ հիմնականում դրսևորվում էր ներքին բախումների տեսքով, որը շատ ավելի ցավոտ է այս պարագայում, բայց ակնկալել, որ մարդիկ այո հիմա դուրս կգան ծառի, ինչպես մեզ միշտ ասել են, ծառի ու թփի համար պայքարելու, չես կարող մեղադրել։ Էլի ակնկալիքը եւ ցանկությունը կա, որ տեսնես մարդկանց մեջ այդ ուժը, բայց չես կարող մեղադրել եւ ինքներս մեզ վրա էլ մենք կարծում եմ զգացել ենք այդ սպառվածությունը եւ կարիքը մի քիչ դադար առնելու, մի քիչ վերաիմաստավորելու, նույն Ֆիզգարադոկի պայքարի այսպես հիմնական փուլը պատերազմից հետո էր եւ շատ ոչ միանշանակ էր ընդունվում հանրության կողմից, որովհետեւ այսպես ամեն տեսակ մեղադրանքներ էին հնչում, մենք ինչի միջով ենք անցնում, դուք ինչից եք խոսում։ Մյուս կողմից ինձ համար, եւ ես մարդ եմ, որ իհարկե անմասն չեմ մնացել
մեծ, այս պատկերի մեջ իմ դերը փորձել գտնելով, սակայն միշտ մտածել եմ, որ եթե կա խնդիր, որը իմ հասանելիության տիրույթում է, դա անտեսելը հող է նախապատրաստում շատ ավելի մեծ խնդիրների պարագայում մեր թուլության։ Դրա համար եթե ես կարող եմ գոնե փոքրիկ փոփոխություն բերել այն տարածքում, որտեղ ես ազդեցության գործոն եմ, ես պետք է փորձեմ դա անել, որովհետև շատ ավելի մեծ խաղի պարագայում մենք տեսնում ենք հիմա ինչպես են ամեն օր 1-2, աշխարհի ղեկավար, աշխարհի մեծ երկրների ղեկավարներ հանդիպում եւ փորձում վերադասավորել աշխարհը։ Այդ պարագայում ասել, որ ես ու դու փոփոխություն կարող ենք բերել, մի քիչ միամտություն կլինի, բայց առնվազն այն հողը, որի վրա մենք կանգնած ենք, մենք պետք է փորձենք ամուր պահել եւ ամուր պահենք այն ջանքերով, որ իսկապես կարող է մի փոքր արդյունք տալ այն տիրույթում, որտեղ ես ունեմ ազդեցություն։ Սա ուզում եմ խոսենք նաև ստրեսի հաղթահարման քո բանաձևի մասին, որովհետև մենք ամեն օր կարելի է ասել լրահոսին հետևելով ենք ունենում մեր ստրեսի փոքր չափաբաժինը եւ նաև ունենք COVID, որի միջով անցել ենք եւ Արցախյան պատերազմ եւ Արցախյան պատերազմից հետո նաև գործողություններ են տեղի ունեցել, որոնք եւս մեր վրա ունեցել են, բոլորիս վրա ունեցել են կոնկրետ ազդեցություն։ Դու ինչպես ես հաղթահարում ստրեսը։ Այս պարագայում ստրեսի հաղթահարումը իհարկե առաջնահերթ է, շատ կարևոր է եւ իրականում շատ ինդիվիդուալ է նաեւ, սկսվում է անհատից, իր ընտանիքից, հնարավորինս այսպես փորձել հանգստություն բերել քո անմիջական շրջապատում, ընկերներիդ եւ ընտանիքիդ միջավայրում եւ դա այսպես դրանով վարակել նաև հանրությանը, որքան որ հնարավոր է։ Չեմ կարող ասել, թե այս տատանումները ինձ վրա չեն ազդել եւ ինչ որ պահի հասկացա, որ նաև պետք է ավելի խոհեմ դառնալ եւ հասկանալ, որ երբեք չգիտես դիմացինդ ինչի միջով է անցնում, ինչ անձնական, շատ ավելի շոշափելի գուցե ցավ ունի, քան դու ինքդ ունես որպես հայ եւ քաղաքացի անցնելով այս ամենի մեջ եւ իհարկե տեսնելով այն ահռելի ցավը, որի միջով հենց մեր արցախցի հայրենակիցներն են անցնում, իմ ընկերները, թե նաև այստեղ, գիտես նժարների վրա պարզապես անհնար է դնել եւ պետք էլ չի իհարկե դնել, բայց այդ ամեն ինչը շատ ավելի խոհեմ է քեզ դարձնում եւ ինչ որ դատավարություն, ինչ որ այսպես դրանք ավելի առօրյա խնդիրներ են դառնում, դու հասկանում ես, որ դրանց հետ պետք է ապրել, պետք է ընդունել որպես խաղի կանոններ կամ քո կանոնները թելադրել եւ ինքդ որոշես թե ինչպես ես արդեն հաղորդակից լինում այս իրականության հետ, բայց դրանք չդարձնել քեզ համար այսպես կյանքի բեռ եւ շատ անկեղծ պիտի ասեմ, որ այս տարի բոլորին վերջերս մի քանի ամիս առաջ կրկին այս դատավարությունների հետ կապված խոսում էի մտերիմներիս հետ եւ այդ պահին առաջին անգամ ես այս զգացողությունն ունեցա, որ դե լավ աշխարհի վերջը չի լինի, եթե հանկարծ այս մի դատն էլ պարտվեմ։ Անկեղծ մտքովս չէր անցել մինչև այդ, ինձ թվում էր դա աշխարհի վերջը պիտի լինի, որովհետև ես որպես քաղաքացի այդքան պայքարել եմ, բայց որտեղով է անցնում այդ պարտվելու եւ հաղթելու գիծը։ Այսինքն որևէ դատարանում պարտվելով ես պարտվում եմ այն դիրքը եւ արժեքները եւ պայքարը, որ տարել եմ մինչև այդ օրը, թե եթե ես շարունակում եմ դա անել, ուրեմն սա պարզապես հերթական մի փուլ է, որ կարելի է անցնել ու հաղթահարել, անգամ եթե լինի ինչ-որ տեսակի դատական պարտություն։ Ես բավականին լայն դաշտ ունեմ գործելու, դու նույնպես, մենք ստեղծում ենք ֆիլմեր, մենք ունենք մեդիա դաշտում գործելու հնարավորություն։ Ես այս տարի ինձ փորձել եմ ավելի այսպես ստեղծարար ձևով իմ նույն քաղաքացիական բողոքը քաղաքի ծառայատումների հետ կապված, արտահայտելու հետ կապված։ Չեմ կարծում որևէ մեկը մեզ կարող է այդ տարածքում լրացնել կամ այդ գործիքները մեզնից խլել այս տեխնոլոգիայի դարում, այնպես որ ես կարծում եմ նույն այդ ստրեսից ազատվելը ենթադրում է վերաիմաստավորում քո եւ աշխարհի փոխհարաբերությունների եւ այս մարտահրավերների եւ դրանց հետ առերեսվելու քո հնարավորությունների։ Անչափ շնորհակալ եմ այսպիսի անկեղծ եւ ամփոփ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր մեդիա մասնագետ եւ ռեժիսոր Սեդա Գրիգորյանը։